Եկ Հայաստանը այս ամենի ֆոնին այսօր ցավոք որևիցե կերպ դիրքավորվել չի կարող, որովհետև դու կարող ես դիրքավորել միայն այն ժամանակ, երբ որ դու այս գլոբալ գործընթացներին մաս ես դառնում, խոսքը չի նշանակում ինչ-որ մեկի կողմից մասնակցել, բայց դու պետք է խաղի մասնակից լինես, իսկ խաղի մասնակից կարող ես լինել, երբ որ դու քեզնից ինչ-որ մի բան ես ներկայացնում, դու ունես կշիռ, եւ ոչ թե ասում ես ինձ պետք է բացառապես խաղաղություն, ինչ օրակարգ ուզում եք տվեք, ես դա կընդունեմ եւ կանեմ, միայն ին վրա չկրակեք, չհասկանալով, որ դրանով քո զոհի կերպարը շատ ավելի գայթակղիչ ես դարձնում, շատ ավելի գայթակղիչ, ու անպայման քեզ հոշոտելու են։ Դե պատմության մեջ չկա մի դեպք, որտեղ պետությունը եւ ազգը իրեն դիրքավորելա զոհի կարգավիճակով, ասել ես պատրաստ եմ ամեն ինչ զիջել, միայն հանկարծ ինձ չկրակեք, չսպանեք, ես չեմ ուզում մասնակիցը լինել process-ներին, ու ինքը գոյատևել է։ Գեթ մեկ օրինակ ամբողջ պատմության մեջ մի քանի հազար տարվա գոյություն չունի։